ազատությունն են վտանգում, ինչպես մեկնաբանեք, պետք է ցեղասպանությունը շարունակի ճանաչումը լինել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Ուրեմն ես որպես հայ քրիստոնյա ազգ, որ այսօր իմ ժողովուրդը իրենց պայքարով, իրենց մասնակցությամբ արդեն 44 մեծ հզոր պետություններից առավել ընդունել են ցեղասպանությունը, որ դա միայն հարկավոր է հարգեր գնահատել, դա աշխատանքն է մեր ամբողջ հայ ազգի, դրսի ազդեցիկ մեր հայերի, մենք չենք կարող մեր անցյալը մոռանանք, ուրեմն եթե մոռանանք, ուրեմն ապագա չենք կարող ունենալ։ Ես 100-ամյակի կապակցությամբ Սովետաշրջանում կառուցել եմ ցեղասպանության եկեղեցի, այնպես որևէ մի հայ իրավունք չունի ոչ ուրանալու, ոչ մոռանալու։ Ես ուրիշ հարցեր այսօր չպատասխանեմ, ինձ կներեք։ Դուք ասել եք երբևէ չեք մտածի, որ կվախենան իշխանությունները Արարատին նայել։ Ասել եմ, կարող է հրաժարվում, ասել եմ, որ այսօր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչ չի կարող Հրիշչյանի նայի Մասից Սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել, որ այսօր տաճարը Ստեփանակերտում քանդում են, դա մենք չենք պատկերացրել, անհնար է եղել այդ մասին մտածել։ Շնորհակալություն։ Հաջորդ օրը խորոված փարթի են անելու։ Շնորհակալություն։ Խորոված փարթի են անելու հաջորդ օրը, ձեզ համար դա նորմալ է։ Սիրելի լրագրողներ ջան, գիտեք Ծառուկյանը հարցերից չի խուսափում, ինչ որ պատկերացնում եմ, ինչ որ մտածում եմ, այսօրվա օրը թողեք հանգիստ, այսօր եկել են գործել հարգանքի տուրք մատուցելու, տեսնում ես ամբողջ ժողովուրդը այստեղ իրենց երեխաների թորների հետ, ամբողջ աշխարհը սգում է, հիշում է, մենք պետք է միասնական լինենք այդ ստեղծած արածը, որ եթե այսօր 40 երկրից ավել խոշոր պետություններ ընդունել են, օրենքներ են ընդունել, քրեական են դարձել, ովքեր որ հակառակ ասեն, նույնը մենք պետք է անենք եւ պետք է ոնց որ Գերմանիան ընդունեց հրեաների ցեղասպանությունը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի։ Նորեն ժամանակ կարող ենք մնացած մասին խոսել։ Շնորհակալություն։